Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Այդուհանդերձ հարցս Կազանյան հանդիպման մասին է, ինչ եք կարծում Փաշինյան-Ալիև այս վերջին հանդիպումը կարող է նպաստել, որ COP29-ի շրջանակում փաստաթուղթ ստորագրվի, որքանով դա հնարավոր, եւ երկրորդ հարցս տևական ժամանակ է քաղաքացիական պայմանագիրը արդարադատության նախարար է փնտրում, այսօր շրջանառվում էր ՆԳՆ փոխնախարարի անունը, արդյոք հավաստի է այս տեղեկությունը։ Շնորհակալություն։ Կրկին պետք է նշեմ, որ ցանկացած բանակցություն, ցանկացած հանդիպում միտված է երկու երկրների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության կամ կարգավորման գործընթացը հնարավորինս շուտ ավարտին հասցնելուն։ Ինչ վերաբերում է կոնկրետ ժամկետներին, մենք չենք կարող նշել, բայց այստեղ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը անփոփոխ է։ Մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել արդեն այսօր։ Եթե դա հնարավոր կլինի Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի դրսևորման պարագայում, մենք կարող ենք դա անել չսպասելով եւ չկապելով որևէ այլ իրադարձության հետ։ Շնորհակալություն։ Եվ ես էլ նաև անդրադառնամ արդարադատության նախարարի վերաբերյալ ձեր հարցին, այո, թեկնածուներ կան եւ թեկնածուների հարցը կքննարկվի ուրեմն վարչության նիստում, ինչի մասին, ինչպես եւ նախորդիվ կլինի մամուլի հաղորդագրություն եւ մենք կիմանանք արդյոք ունենք նոր արդարադատության նախարար թե դեռ ոչ։ Շնորհակալություն։ Այլ հարցեր, խնդրեմ ներկայացեք։ Հանրային ռադիո Լենա Բադեյան։ Վերջի օրերին ականատես եղանք նամակ Բայդենից, բանագնաց Ամերիկայից, գրառում Թրամփից եւ ակտիվ քննարկումներ Կազանյան հարթակում։ Ինչի մասին է այս ամենը ակտիվացումը միջնորդների, որոնք վերջին շրջանում կարծես այդքան ակտիվ չէին, արդյոք սա մինչև տարեվերջ պայմանագիր կնքելու մասին է, թե COP29-ից հետո իրական վտանգներ են արդեն զգում միջնորդները, եւ եթե կարելի է երկրորդ հարցը, Եվրոպամետ ուժերը արդեն հավաքել են անհրաժեշտ ստորագրությունը Եվրամիությանը անդամակցելու հարցը խորհրդարան բերելու համար, եթե սահմանված ժամկետներում հարցը ներկայացնի խմբակցության դիրքորոշումը ինչպիսին կլինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է Բայդենի նամակին եւ ընդհանրապես ԱՄՆ մեր գործընկերների կողմից այցերին եւ այո միջնորդական որոշակի առումով ջանքերի ակտիվացմանը, ապա ես կարծում եմ սրան պետք է նայել շատ դրական, որովհետեւ ի վերջո կրկին նշենք, Հայաստանի դիրքորոշումն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը պետք է հնարավորինս շուտ ավարտին հասցվի եւ խաղաղության պայմանագիր ստորագրվի եւ ինչպես տեսնում եք, նաեւ նախագահ Բայդենը իր նամակում եւ Ադրբեջանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին ուղղված խոսում է սրա մասին եւ նշում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի կայունությունը Հարավային Կովկասում հաստատվի եւ խաղաղության պայմանագիրը շուտապույտ կերպով կնքվի։ Սա կարելի է ասել ուղիղ այն է, ինչը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն է, որպեսզի մեր միջազգային գործընկերները, այդ թվում եւ մեզ համար շատ կարեւոր արևմուտքից եւ Եվրամիությունը եւ անդամ պետությունները եւ ԱՄՆ-ն հայտնեն դիրքորոշում առ այն, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրել շուտապույտ կերպով։ Սա շատ կարեւոր է եւ սա, ինչպես տեսնում եք, զուգահեռվում է հենց մեր օրակարգի հետ։ Եվ ինչ վերաբերում է Հանրաքվեի հետ կապված հարցին, այո, ինչպես բոլորս տեղյակ ենք, գործընթացները ընթանում են եւ կան դրա համար ժամկետներ, ստորագրահավաքը, այո, գործընթացը ստորագրահավաքի առումով, այո, իր ժամկետների սահմաններում ընթանում է, կան ստորագրություններ հավաքված, թվերը հրապարակված են եւ երբ կգա խորհրդարան, այդ ժամանակ մենք կհայտնենք մեր դիրքորոշումը, բոլորը կլինի հրապարակային, ինչպես եւ մինչեւ հիմա է եղել եւ տեղյակ կլինեն Եվ դուք տեղյակ կլինեք եւ հանրությունը տեղյակ կլինի մեր դիրքորոշումից։ Շնորհակալություն։ Այլ հարցեր։ Խնդրեմ։ Տիկին Գրիգորյան, տեսեք, դուք որ ասում եք կգա խորհրդարան, կհասկանաք ոնց ենք վարվելու, բայց երբ որ այդ փաստաթուղթը գա հասնի խորհրդարան, ինչ որ նոր հայտնագործություն բացահայտում չի լինելու, պետքա ԿՊ-ն կամ դա հաստատի մտնի լիագումար նիստերի օրակարգ կամ չանի։ Հիմա դուք չգիտեք հաստատելու եք, թե չեք հաստատելու։ Ես պատասխանեմ, հա, Տիկին Գրիգորյանին տված ձեր ճշտող հարցին։
Տեսեք, պարոն Կիրակոսյան, process-ներ են տեղի ունենում օրենսդրության սահմանված կարգով։ Մենք ազգային ժողովի падգամավորներս հարցերին անդրադառնում ենք այն ժամանակ, երբ որ այդ հարցերը գալիս են օրակարգ։ Խմբակցությունը դեռևս այդ հարցը չի քննարկել, քանի որ այն չի գտնվում ազգային ժողովի օրակարգում, կգա ազգային ժողովի տիրույթ, մենք կքննարկենք այդ հարցը, եթե կարիք լինի բաց հանրային քննարկումների տիրույթում, եթե կարիք լինի փակ քննարկումների տիրույթում կկայացնենք մեր որոշումը եւ դուք կստանաք այդ ժամանակ ձեր հարցի պատասխանը, թե մենք ինչ դիրքորոշում ունենք, քանի դեռ չի եկել փաստաթուղթը եւ մենք բովանդակությանը ծանոթ չենք մեր գործընկերների կողմից ուրեմն ձևակերպված, հետեւաբար մենք ինչպես այս գլխից այսպես ասած, ասենք ինչ ենք մենք անելու, որովհետև մեր ընթանում ենք բնական process-ներով եւ պետքա քննարկումներ տեղի ունենան բնական ճանապարհով։ Շնորհակալություն, պարոն Կիրակոսյան։ Այո, կա քաղաքական դաշտում այդ քննարկումները եւ ես էլ միանալով այդ քննարկումներին ասացի այն, ինչ որ ասացի։ Շնորհակալություն։